քաղաքական թիրախավորման շղթայի մասին, դուք ինչպես եք պատկերացնում այդ շղթայի ընդհատումը, որովհետև հենց այս տարին էլ մեկնարկը տրվեց նման թիրախավորումներով, ինչպես եք պատկերացնում ավարտը։ Ավարտը միանշանակ բոլորիս համար պիտի հասկանալի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանի իշխանության է, սա չի ավարտվելու։ Եվ ընդդիմադիր քաղաքական գործիչները, ընդդիմադիր քաղաքական ուժերը պիտի վերջապես քրքները գլուխները հավաքեն եւ հասկանան, ոչ թե պետք է իրար նկատմամբ փոխհրաձգություններով, իրար դեմ աշխատելով գնան առաջ եւ պատրաստվեն այսպես կոչված հերթական նիկոլական ընտրություններին, այլ պիտի հասկանան, որ միասնաբար մեկ թիրախի պիտի խփեն եւ այդ թիրախը պետք է լինի միանշանակ Նիկոլ Փաշինյանը։ Ավարտը լինելու է միայն այն դեպքում, երբ որ Նիկոլ Փաշինյանը եւ ԿՊ-ն այլևս չի լինի իշխանության։ Դուք տեսնում եք դատաիրավական համակարգի այս վիճակը, եւ երբ որ ինձ հարցնում են ինչ ակնկալիք ունեք դատաիրավական համակարգից, ես ակնկալիք չունեմ, որովհետեւ ինչպես մենք ունենք քաղբանտարկյալներ Հայաստանի Հանրապետությունում, մենք նույն կերպ ես կարող եմ ձևակերպել հետեւյալ կերպ։ Այսօր դատաիրավական համակարգը Հայաստանի Հանրապետությունում նույնպես գտնվում է բանտարկված վիճակում, գտնվում է Նիկոլի տիրապետության տակ եւ իրականացնում է բոլոր այն հրահանգները, անտրամաբանական, անհիմն, ախմախ, ոչ մի հիմնազուր հրահանգները, որոնք Նիկոլ Փաշինյանը որոշում է ուղղել դատաիրավական համակարգին։ Եվ լուծումը միանշանակ մեկն է։ Փողոցը պիտի գեներացվի, իմպիչմենտի գործընթացը պիտի դառնա իրական, որտեղ մինչև վերջին օրը ընտրությունների հնարավոր է իմպիչմենտի գործընթացը իրականություն դարձնել։ Պիտի քաղաքական ընդդիմադիր ուժերը միասնաբար դուրս գան փողոց, հասարակությանը հանեն փողոց, որտեղ հասարակության 90%-ից ավելին այլևս չի ուզում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, եւ պիտի այդ հասարակությանը քաղաքական ուժերը ուղղորդեն փողոցով, իմպիչմենտը դեռ ռեալ իրականություն է, դեռ չի ավարտվել, գնան Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու ճանապարհով։ Սրանք սահմանադրական ճանապարհներ են, սրանք իրավական ճանապարհներ են եւ կարծում եմ այս ճանապարհներից դեռ պետք չի հրաժարվել եւ հուսահատվել։ Նայեք, Տիկին Եսայան, բոլորը խոսում են ներընդդիմադիր շրջանակների միավորման կարեւորության մասին, ես նկատեմ ընդդիմադիր գործիչները, այսօր էլ այդ մասին հայտարարություններ հնչեցրեց երկրորդ նախագահը, բայց ինչու չի ստացվում միավորվել։ Շարունակ խոսում ենք, հայտարարություններ լինում են, ինչու չի ստանում միսուարյուն։ Ես կարծում եմ դա միսուարյուն ինչ-որ պահից կստանա, բայց երբ որ ես ասում եմ ընդդիմադիր ուժերի միավորում եւ միասնական հանդես գալ, ես նկատի չունեմ վստահաբար ամբողջ ընդդիմադիր դաշտը, որովհետեւ այսօր ընդդիմադիր դաշտում շատ անպատե հայտնված ուժեր կան, Նիկոլի կողմից հրահանգված հայտնված ընդդիմադիր ուժեր կան, որ ներկայանում են ընդդիմադիրի անվան տակ, դրանց ես չեմ համարում ընդդիմադիր ուժեր, դրանց նույնպես համարում եմ Նիկոլի համար աշխատող ինչ-որ մարդկանց խմբեր եւ խմբակներ, բայց ընդդիմադիր ուժերի միասնությունը շատ պարտադիր է եւ շատ կարեւոր։ Եվ թե ինչու չի ստացվում, ես կարծում եմ որոշ անձանց, կարող եմ հենց այսպես ասել, որոշ անձանց ներքին ամբիցիաներն են խանգարում, որպեսզի իրենց ղեկավարած թիմը թոթափի այդ ամեն ինչը, որոշ անձանց շուրջ հավաքված Հռոմի պապից ավելի կաթոլիկ Երևալու այդ մղումն է խանգարում, որովհետև որոշ մարդիկ կանց թվում է իրենք ամեն ինչ գիտեն եւ իրենց ամեն ինչ կարելի է եւ իրենք չեն հասկանում, ոնց որում խոսքը վերաբերում է շատ կողմերի, միայն մեկ կողմի չի վերաբերում, իրենց թվում է իրենք ավելին են, քան քաղաքական ուժերը։ Իրենք ավելին են, քան 30-35 տարվա, ասենք, քաղաքական ուժը, քաղաքական կուսակցությունները եւ որոշ այսպես գործիքներ փորձում են քաղաքական դաշտը պղտորել։ Ցավոք սրտի մինչև այս պահը դա իրենց հաջողվում է։ Դրա համար քաղաքական ուժերը պիտի ի վերջո ցույց տան իրենց քաղաքական դիմագիծը եւ այդ մի քանի անպատե հայտնվածների ասեղը չթելեն։ Իրենք խանգարում են եւ այդ խանգարող հանգամանքները ես կարծում եմ, որ իրենք խանգարում են եւ այդ խանգարող հանգամանքներին ես կարծում եմ պետք է ի վերջո ցույց տալ իրենց տեղը, որովհետև եթե մենք գնում ենք քաղաքական ճանապարհով, եթե մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխությունը տեղի ունենա սահմանադրական քաղաքական ճանապարհով, որպեսզի հետագայում ավելի խորը ցնցումներ չունենանք, մենք պետք է կոնկրետ մարդկանց եւ կոնկրետ ինչ-որ թևերի ցույց տանք իրենց իրական տեղը։ Այսինքն Հայաստանում քաղաքականությունը պիտի վերջապես դառնա դոմինանտ։ Քաղաքական ուժերը պետքա դառնան դոմինանտ։ Եվ երբ որ այդպես կլինի, մենք ունենանք նաեւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացման այդ իրականությունը մենք դա կտեսնենք։ Շնորհակալ եմ։ Հարգելի հետևողներ, արդեն մտնենք դատական նիստերի դահլիճ, շուտով